տնտեսության մասով մենք էական մի գործոն կա, որը հաջորդ ժամանակաշրջանում պետքա շատ ավելի մեծ դեր ունենա մեր երկրի տնտեսության զարգացման գործում այդ կապիտալի շուկայի կայացումն է։ Ես ուրախ եմ, որ Ջերմուկում տեղի ունեցած աշխատաժողովը մեզ համոզեց, որ այս ընթացքում մեր գործադրած ջանքերը իզուր չեն եղել։ Ես անկեղծ ասեմ, ես այն զգացողությունը ունեի, այդ թվում Ջերմուկ գնալուց առաջ, որ մենք ինչքան քննարկել ենք, որոշումներ ենք կայացրել, միջոցներ ենք ձեռնարկել, ոնց որ թե համարյա անարդյունք է անցել, բայց սա այն դեպքերից էր, որ այդ թեմայով զեկույցը ինձ հաճելիորեն զարմացրեց, ընդ որում զեկույցի հեղինակը պետական մարմինները չէին, որ ասվեն, որ էլի սխալ զեկույցներ են ներկայացնում։ Պետական մարմինը, որ մի լավ բան ասում է, ինչ որ շրջանակներ կան, առաջ արձագանքն են, որ սխալ տվյալներ են ներկայացնում, խաբում են, մոլորեցնում են։ Հենց իրական հատվածի ներկայացուցիչները ներկայացրին զարգացումները եւ մենք ոնց որ տնտեսությունն է աճել 50 եւ ավելի տոկոսով, այնպես էլ կապիտալի շուկան իր ծավալներով առնվազն 3-4 անգամ մեծացել է եւ հիմա էլ նոր փուլ մտնելու նախապատրաստված ենք եւ կապիտալի շուկայի դերը պետք է էականորեն մեծանա։ Հաջորդ առանձնահատկությունը, որ կուզենայի ամփոփելով ուղղակի ընդգծել, այդ գյուղատնտեսության նկատմամբ մեր վերաբերմունքն է եւ մենք ոչ թե առաջիկա շրջանում պետք է ասենք գյուղատնտեսություն եւ ինտենսիվ գյուղատնտեսություն, մենք գյուղատնտեսություն ասելով պետք է հասկանանք միայն ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետեւ ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունը պարզապես եկեք արձանագրենք, որ ինքը չեմ ուզում ինքը չի համապատասխանում ոչ միայն վաղվա, ինքը այսօր արդեն արդիական չի, բայց ես ուզում եմ հաճույքով արձանագրել, որ էսել են ոլորտներից է, որտեղ մեր ջանքերը ի հեճուկս բոլոր կոռուպցիոն եւ մերձ կոռուպցիոն սկանդալների էլի տվել են արդյունքներ։ Ես ամենաթարմ օրինակը նախորդ օրը մենք Արուճում ուրեմն մասնակցում էինք հոգևոր երաժշտության փառատոնի, որտեղ զուգահեռ արդեն 3-րդ տարին փորձում ենք տոնավաճառի նման բան կազմակերպել։ Ես տաղավարներով անցնում էի եւ հերթական տաղավարի մոտեցա, այնտեղ մրգեր էին դրած եւ իմ առաջին ռեակցիան այն էր, թե այս մտքումս ասես ներմուծած բանը մրգերը ինչ են բերել այստեղ շարել, բայց որպեսզի համոզվեմ, ես տաղավարի մոտ կանգնած մարդկանց ասացի, այս ներմուծածա թե Հայաստանի Հանրապետությունը հաճացրած։ Ես ճիշտ ասած միջև հիմա այդպես խորապես հավատացած չեմ, որ դա Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ոչ միայն այդ մրգերի արտաքին տեսքը, այլև փաթեթավորումը, ներկայացումը եւ այլն բան է, որ ես ինքս տեսել եմ Հայաստանում, ես տենց բան չեմ տեսել եմ միայն արտերկրում, եւ սա մի օրինակ է, իհարկե համոզված եմ, որ էլի բազմաթիվ օրինակներ կան, եւ ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում աճում է շատ էական տեմպերով, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք բոլոր գյուղացիական տնտեսություններին եւ հասանելի դարձնենք եւ հիշում եք, որ ջրային ոլորտի կառավարման հարցերին անդրադառնալիս մենք խոսում էինք ոչ միայն այսօր Հայաստանում վարելահողերը եւ տնկարկները հասանելի դարձնել կամ տնկարկների եւ վարելահողերի համար հասանելի դարձնել ոռոգման ջուրը, այլև ջուրը կառավարել այնպես, որ բազմաթիվ տարածքներ, որոնք ունեն դառնալ վարելահողեր, ունեն պոտենցիալ դառնալու վարելահող կամ այգիներ, մենք կարողանանք այդ տեղերին նույնպես ոռոգման ջուր հասնել, որովհետև եթե տեղ ջուր լինի, այնտեղ կլինեն այգիներ, ընդ որում բարձր արժեք ունեցող մշակաբույսերի այգիներ, եթե ջուր չլինի, այնտեղ կշարունակեն մնալ տափաստանային իրավիճակներ։ Հարգելի գործընկերներ, էլի փաստաթուղթը ճիշտ է շատ ծավալուն չէ, բայց ինքը ընդգրկուն է, բայց ուզում եմ էլի ընդգծել, որ այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար,
պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը կայուն եւ կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատեվության գաղափարը եւ այս ամենի հիմքում դրված է այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է։ Այս էլ է շատ կարևոր արձանագրելու համար, որովհետեւ ելի մեր իրականությամբ մենք անդադ ասում ենք առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով։ Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք եւ տեսնենք, թե ինչ է պետական շահը։ Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետեւ առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգ։ Կառավարության անդամները ներկայացնում են տարբեր ոլորտներ եւ դահլիճում ներկա պաշտոնյաները ներկայացնում են տարբեր ոլորտներ, բայց առանց տնտեսական զարգացման որևէ ոլորտում առաջընթաց հնարավոր չէ ապահովել, որովհետեւ որևէ ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է պետական բյուջեի ա եկամտային հոդված, բ ծախսային հոդված, իսկ այս երկուսի համար անհրաժեշտ են իհարկե եկամուտների շարունակական աճ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ պետական բյուջեի եկամուտների աճը առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ։ Հարգելի գործընկերներ, սա է նախապատրաստել ասելու Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մասին, ըստ էության կառավարությունը ամբողջ կազմով եւ գերատեսչությունները մասնակցել են փաստաթղթի մշակմանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար